Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան 200 հայ մտավորականներ, գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ։ Նրանք բոլորը աքսորվեցին եւ դաժանորեն սպանվեցին։ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալ իր հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ծաղկեպսակներ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ դրանում նշված է, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այն նախաձեռնություններում, որոնք միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն եւ այդ հանցագործությունները բացառելուն։ Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը եւ նայում ապագային, ցկտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից եւ բռնությունից զերծ հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր, ասված է հայտարարությունում։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այդ ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության եւ վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, որպեսզի այլևս երբեք բառերն իրական իմաստ ստանան։ Իսպանացի պատգամավորը Armenpress-ի թղթակցի զրույցում գնահատելով միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը նկատել է, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես է եղել բազմաթիվ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գրանցված առաջընթացին։ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին եւ վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Չինաստանի դեսպանատնից։ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա նշել է, որ 24 թվականի նոյեմբերին փոփոխություններ են կատարվել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության հիմքերում։